Մարալիկի գազալցակայանում տեղ ունեցած պայթյունի հետևանքով տուժել են գազալցակայանի երկու աշխատակիցներ Արշակ Մանուկյան ծնված 1948 թվականին և Բաբկեն Մակարյան ծնված 1963 թվականին, վերջինիս վիճակը գնահատվում է ծանր։ Նախնական տեղեկությունների համաձայն գազալցակայանի աշխատակիցները տուժել են ներսում աշխատանքներ կատարելիս։ Ըստ երևույթին տեխնիկական որոշ խնդիրներ են եղել, ինչը հանգեցրել է պայթյունի։ Գյումրիի բժշկական կենտրոնից փոխանցեցին, որ Բաբկեն Մակարյանին տեղափոխել են Երևան, մյուս տուժածի վիճակը նորմալ է։ Կենսական կարևոր օրգաններ չեն վնասվել։ Արշակ Մանուկյանը ստացել է աջ սրունքի փափուկ հյուսվածքի սալջարդ։ Ժամը 14:10 րոպեի սահմաններում Գյումրի բժշկական կենտրոն Մարալիկի շտաբ բուժօգնության մեքենայի ուղեկցությամբ տեղափոխվել են երկու հիվանդներ։ Ըստ երևույթին մոտավորապես այդ տեղափոխելուց մոտավորապես կես ժամ կամ 1 ժամ առաջ գազալցակայանում աշխատանքի ժամանակ տեղի ունեցել պայթյուն։ Մեկ հիվանդի մոտ կրծքավանդակի աչքեսը կազմող փակողերի կոդրված պնևմոթորաքսով, թոքի սալջարդով։ Հիմա կազմակերպվում է հիվանդի տեղափոխումը քաղաք Երևան։ Մյուս հիվանդի մոտ աջ սրունքի փափուկ հյուսվածքների սալջարդը մնացած կենսական կարևոր օրգանների հետ կապված խնդիրներ չի ունի հիվանդը, երկրորդ հիվանդի մասին է խոսքը։